Աննկարագրելի ու մեծ անակնկալ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար Վանաձորի Չինվան գործարանի բակում կայանած հարյուրավոր այս տրակտորները ընդամենը ժամեր անց ճանապարհ են ընկնելու հանրապետության բոլոր մարզերի ուղղությամբ։ Ընդամենը օրեր առաջ հանրությանը տված խոստման համաձայն Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ ու Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ հանրապետության բոլոր մարզերում բացվելու են մեքենատրակտորային կայաններ, որոնք սպասարկելու են կոնկրետ այդ տարածաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։ ԲՀԿ նախագահը ծրագրի մեկնարկից առաջ անձամբ էր եկել գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին ծանոթանալու ու նախաձեռնությանը բարի երթ մաղթելու։ Գյուղատնտեսական տեխնիկայի այս նմուշները պատրաստվում են հենց Հայաստանում, Չինաստանից եւ եվրոպական երկրներից ներկրված բաղադրիչներով։ Գործարանի պատասխանատուները ԲՀԿ նախագահին են ներկայացնում տեխնիկայի հնարավորությունները, որոնք գոհացնում են նախաձեռնության հեղինակներին։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ ինքը քաջատեղյակ է գյուղացիներին հուզող խնդիրներին, որ մարզերում գյուղատնտեսական տեխնիկայի վիճակն անմխիթար է եւ տեխնիկական բազայի վերազինումը առաջնային լուծում պահանջող խնդիր էր, որն այսօր արդեն լուծված է։ Անգիր գիտենք բոլոր ոլորտների հիմնական կառավարման խնդիրները եւ ամենակարևորը ոչ թե միայն խոսք պետք է ասվի, այլ հիմնական քայլեր կատարվի, գործով ապացուցի։ Խնդիրները շատ են բոլոր ոլորտների, բայց պետք է ասենք ամենակարևորագույններից, որ մարդկանց հնարավորություն տանք, մարդիկ կարողանան աշխատեն, աշխատող մարդը երբեք կարիքավոր պետք է չլինի։ Մեր սկզբունքը սա է եւ համապատասխան մենք ոչ թե միայն խոսում ենք, այլ քայլեր ենք կատարում, օրինակ ենք ծառայում։ Գագիկ Ծառուկյանը հենց տեղում ԲՀԿ մարզային կառույցների եւ տարածքային գրասենյակների պատասխանատուներին հանձնարարում է յուրաքանչյուրին իր տարածքում զբաղվել մեքենատրակտորային կայանների ստեղծմամբ ու աշխատանքների համակարգմամբ։ Հատկապես Գարնանացանի այս շրջանում յուրաքանչյուր օրը շատ թանկ է գյուղացու համար եւ խիստ կարեւոր աշխատանքները կազմակերպելու հարցում։ Նշում է Գագիկ Ծառուկյանն ու հավելում, որ արդեն այսօրվանից գյուղատնտեսական տեխնիկան հասնելու է գյուղացիներին։ 10 մարզերին համապատասխանում ենք բաժանելու ենք մեխանիզացիան, որ այսօր եկել են 10 մարզերի հիմնական պատասխանատուները, ավտոտրակտորային կայանների հիմնական սկզբունքը գաղափարը, որ կարողանանք ժողովրդին օգտակար լինենք, որ կարողանա աշխատող մարդը չնեղվի եւ այնպես է սարքած, որ հիմնականում տրակտորները կարելի է եւ ձմեռը օգտագործել, եւ բարձելու համար, եւ մաքրելու համար։ Ունիվերսալ այս սարքավորումները պիտանի են ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, նշում են գործարանի պատասխանատուները եւ հավելում, որ համայնքային աշխատանքների կազմակերպման հարցում եւս դրանք կարող են խիստ արդյունավետ լինել։ Ծրագիր ունենք, որ մեծացնենք Հայաստանում, մենք կարողանանք տրակտոր հավաքող եւ տրակտոր արտադրող գործարան ունենանք, գործիքներ արտադրող։ Ու Ծառուկյանի հետ խոսալու ժամանակ մեր ծրագիրը ընդլայնվեց, ավելի մեծացավ ու խոսացինք, խոսքը միանգամից դառավ գործ։ Ու այդ գործը շարունակական է։ Նախաձեռնությունը կարևորվում է նաև տեղական արտադրանքի իրացման համատեքստում, նշում է գործարանի տնօրենը եւ հավելում, որ նման մեծ խմբականակով տրակտորների իրացումը նպաստելու է գործարանի աշխատանքի խթանմանն ու տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին գործարանի տնօրինությանը հորդորում է մեքենատրակտորային կայանների ընթացիկ սպասարկումն ու տեխնիկական վերազինումը եւս իրականացնել, իսկ ինքը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր հնարավոր խնդիրների լուծման գործում։ Հանդիպմանն արդեն հաջորդում է տրակտորների Շարասյան ուղևորումը հանրապետության բոլոր մարզերի ուղղությամբ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված հերթական նախաձեռնության մեկնարկն արդեն ազդարարված է։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։